ասենք որ եկաք դուք ինչով եք մեզի օգնում ես էդ եմ ուզում չէ գիտեմ դու ոչ մի բան չես բան դու պետք է ասես ասես կանեն չենանի հա մենք լուսաբանում ենք բարձրաձայնում ենք ձեր խնդիրները որպեսզի պետությունը տեր կանգնի այսպես ասած ձեր խնդիրները մի տարի 16 թվին տվեց կարկուտը տարավ 2016 թվին տվեց կարկուտը լրիվ տարավ մի հատ բերք չկար Հովիկ Աբրահամյանն էր ասի Հովիկ Աբրահամյան կարկուտ տվեց սաղ տարերա ինչ պետք է անենք ընդամենը 5 հոգու մարդու է տարել ասեց ինչ պետք է անեմ ասեց ինչ կանասանես ասեց դու ասա ասի գոնե ջերի վարձը հեչ արա այդ ջերի վարձն էլ հեչ չարեց Էլ ինչ ասեմ քորոջան Հիմա էլի սպասելիք չունեք Չէ չունեք սուտ հայտի Ես իմ կտակաղամի 50,000 փոք տամ Փաշինյանի համար 2 տարի ես 2 տարի ասեմ 2 տարի 2 ամիս միտինգներ եմ գնացել որ գոլին մոստի մոտը ես դեմ էլի այդ որ քացին այդ փաշա Փշալարները որ քցին մցին մենք թողենք արդեն փախանք արդեն ավտոմատով որ սկսին կրակել մենք թողենք բայց ես այդ կան բանալին եմ Փաշյանն պետք է ես մյուս տարի պետք է ընտրվի դրա համար կգամի 50,000 փող տա այդ 50,000-ով ինչ պետք է լինի մեզի Հիմա ձեր ձայնը գնելու են նրանք Ես փող չեմ վերցրել անցած ոչ մի կոպեկ փող չեմ վերցրել Դաժե ստե փող են տվել Գյուղապետարանը փող է բաժնել, բայց ինձ փող չեն տվել ինձ։ Ինձ ասում են քեզի փող կա։ Ինչի համար են գումարը բաժանել։ Գումարը բաժնել են որ այդքան միտինգների։ Բայց ես փող չեմ վերցրել։ 18 թվին։ Հա։ Հիմա այսօր Նիկոլ Փաշինյանը ասում է ժողովուրդն է ընտրել եւ գումար չեն բաժանել ու նաեւ ավելացնում է որ արցախցիներին են այստեղ բերել ընդդիմությունը 5000 դրամով ցույց անելու։ Հիմա փաստորեն ստացվում է որ 18 թվին նա գումար է հա բաժանել ժողովրդին։ Ինքը մգա թե տվերա ստե գյուղապետն է բաժանել։ Գյուղապետները ստե նաղդի սաղա ինքը կանամ ասեմ որ քեզ ասեմ ինչ ինձ փող չես տալ ասես քեզ փող կանջի քեզ փող տամ Կարող է ինքն է գերել փողը, բայց ինքն է փող տվել, չէ որ տվել են։ Հիմա այս իշխանություններից էլի սպասելիքներ չունեք ու փոշմանել եք, որ ընտրել եք։ Ես մինչև այդ ասում եմ լավ է, բայց մկա արդեն փոշմանել եմ, իրանից եմ փոշմանել, արդեն հիասթափվել եմ արդեն, հիասթափ։ Նաև շատերը այս իշխանությանը մեղադրում են, որ հողեր է հանձնել, հայրենիք է հանձնել, Արցախն է հանձնել, Տավուշի շրջանում է սահմանազատում արել ու նաև տեղափոխվում է այդ սահմանազատումը, այսպես կոչված սահմանազատումը Սյունիքի մարզը։ Դուք եւս ինչ դիրքորոշում ունեք դուք այս հարցի։ Այ քուրոջան, ես չեմ ուզում այդքան խորանամ, խոսամ ինձ պետք է։ Ես ոնչ քուր ունեմ, ոնչ աղբեր ունեմ, ես մի հատ թակ տղա եմ։ Ես էլ իմ քերին է, ուրիշ մարդ չի։ Ես չեմ ուզում շատ բան խոսամ, որ խոսում եմ, իրանք ասում են, «Ինչես ասում»։ Չեմ ուզում ասեմ, ոչ մի բան ինձ պետք չի ասում։ Ես ամեն ինչ էլ ունեմ։ Կտան չեն, տանձի չի էլ հետաքրքրել։